Ես ոչինչ չեմ հետապնդում, որևիցե մեկին, որևիցե բան չեմ փորձում ապացուցել, այլ ասում եմ այն, ինչ որ կա, եւ ցանկանում եմ, որ այս տեղեկությունները տեսնելուց հետո, իհարկե հասկանալուց հետո, դուք էլ փորձեք ճանապարհորդեք մտքերով եւ գիտակցությամբ եւ դրա արդյունքում կարողանաք գտնեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները թե ֆիզիկական աշխարհի հետ կապված առօրյա եւ գիտական ոլորտներում, թե հոգեվոր աշխարհի հետ կապված հարցերում։ Հետևելով արևի լուսնի աստղերի շարժը եւ ստուգելով ջրի ռեդոքս պոտենցիալը, ես նկատել եւ ֆիքսել եմ շատ զարմանալի փոփոխություններ, որոնք որ լինում են ջրի հետ։ Հետաքրքիրը այն է, որ ջուրը ստանում է դրական լիցք հին հայկական, հեթանոսական, այնուհետ եկեղեցական տոների օրերին։ Հատկապես զգալի փոփոխություններ են նկատվում լուսաբացից 1 ժամ առաջ կտրվածքով։ Այնուհետ ուսումնասիրեցի համաշխարհային այլ տոները, որոնք կապված էին տեզերական իրադարձությունների հետ։ Նկատեցի, որ նորալուսնի ժամանակ իոնիզացման պրոցեսը լուսաբացին դանդաղում էր, իսկ լիալուսնի կախված օրվանից ուժեղանում եւ կապված նրա հետ, թե այդ օրը արևը ինչ դիրքում էր լինում, ասես կապված էր այն, թե ջուրը ինչ լիցք էր ստանում, դրական թե բացասական։ Հետևելով տեզերական իրադարձություններին, ֆիքսելով, թե համապատասխան ժամանակահատվածներում ջուրը ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում, ես ստեղծել եմ օրացույց, որտեղ նշված են այն օրերը, երբ ջուրը ստանում է դրական լիցք, եւ այն աստղերը, որոնք տվյալ օրերին արևի հետ միասին լինում են մի աստղաբանական աստիճանում, որոնք իրենց համապատասխան հաճախականությունը վիբրացիան ունեն եւ ազդում են կենսամակարդակի վրա տարբեր եղանակներով, կախված իրենց նշանակություններից։ Իսկ նշանակությունները ուսումնասիրվել են ոչ թե հազարավոր, այլ տասնյակ հազարավոր տարիներ աստղաբանների կողմից, կամ փոխանցվել է գիտելիքը նրանց այլ կամ նախկին զարգացած քաղաքակրթությունների կողմից։ Հետևաբար ստացվում է, որ հայկական տոները իրենց մեջ ունեն աստղաբանական եւ գիտական նշանակություն, որը որ քիչ ուսումնասիրված է։ Տրնդեզը տոնում են փետրվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ օրերին արեգակը մի աստիճանի տակ է լինում Կարապի կամ Անգերի Սադիր աստղի հետ, որին անվանում են նաև Կարապի սիրտ։ Աստղաբանության մեջ նկատվել է, որ Սադր աստղը ազդում է զգացմունքների, մարդկային փոխհարաբերությունների, ինչպես նաև ստեղծագործական շնորհքի վրա։ Կարապի սիրտը խոսում է հավատարմության, սիրելիության, հարազատների, ընկերների նվիրվածության մասին։ Կարապի սիրտը հովանավորում է բոլոր ստեղծագործ մարդկանց, ովքեր չեն սահմանափակում իրենց երևակայության թռիչքը եւ ծառայում են լավին։ Ես, ինչպես իմ գրառումների մեջ նշել եմ, ամեն աստղ ունի իր հաճախականությունը եւ ազդեցության ձևը ամեն մարդու վրա։ Ցանկացած աստղ ազդում է ամեն մեկի վրա մի ձև, կախված նրա ծրագրից։ Այդ ուժերը գործում են թե միկրոմակարդակով, թե մակրոմակարդակով, որոնց մասին ես անցած գրառումներում նշել էի, նույնիսկ վիդեո է հանել, թե ինչպես են տվյալ ուժերը արտահայտված Երևանում։ Հիմնականում այսպես է այն վայրերում, որտեղ որ դրական ուժը կամ համապատասխան աստղի դրական ուժը առավել ակտիվացված է, տվյալ վայրում
կա եկեղեցի, ուխտավայր կամ սրբավայր։ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի զորավարի հիշատակության օրը տոնը շարժական տոն է, ինչպես երևում է նկարում։ Ընկնում է ամեն տարի ջրոց համաստեղության լիալուսնի ժամանակ շաբաթ կամ երևակի Սատուրնի օրը, որը շաբաթվա 7-րդ օրն է, իսկ միաշաբթին կամ կիրակին Սանդե շաբաթվա առաջին օրն է եւ կապված է Արեգակի հետ։ Վաղնի ծնունդը մեր նախնիները նշել են կանոնային գիշերավասարին մոտ մարտի 20-ից 21 ընկած ժամանակահատվածում։ Խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի չարի հանդեպ։ Վաղնը ծնվել է տեզերքի բուռն երկնքի ժամանակ, երբ նրա 3 բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկնքի ցավերով, երկնքիչ շարագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակվող փողից վազելով ելնում է պատանի վաղը։ Ըստ հայկական դիցաբանության նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մուրուք ու մազեր, արեգակնակեր պաշկեր։ Վաղը ծնվելուն պես կռիվ է բռնում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տեզերքը կործանման սպառնալիքից։ Հայկական դիցաբանությունում Վաղն է քաջության աստվածն է։ Նա ռազմի և հաղթանակի աստվածությունն էր, որը դրսևորում էր իրեն փոխարինած Սուրբ Կարապետի հրեղեն կերպարում և ռազմական գործառույթներում։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրույցներում նաև վկայում է, որ արեգակնային աստված է։ Հայոց տոմարում Վաղնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված Վաղնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող հրահատ Մարս կամ Հրատ մոլորակի հետ, որին հին հայերը տվել են դրա հետ մականունը։ Հետաքրքիրը այն է, որ ամբողջ աշխարհում մեկ Վաղնի վիշապաքաղի պատմությունը տարածված է տարբեր անուններով քրիստոնյաների, մուսուլմանների, հրեաների մոտ դա հրեշտակապետ Միքայելն է, որը հաղթում է սատանային, ստին, խավարին և կարգ ու կանոն է հաստատում։ Սլավոնացիների մոտ Գեորգի Պոբեդոնոսец, ճապոնացիների մոտ Սուասանո Գևուտ Գլխանի 4-ը, իսկ սկանդինավյան դիցաբանությունում Տոռա Օդինի որդին կռվում է և հաղթում է հսկա օձին։ Հունական դիցաբանությունում Գերկուլեսն է, Զևսի որդին։ Կան նմանատիպ շատ պատմություններ թե հյուսիսային, թե հարավային ամերիկյան ցեղերի մեջ, ինչպես նաև Հնդկաստանում։ Իրականում վարդավառ է կամ ջրողոծելու տոնը, ջրոցին, ասկիի տոնը, տոնում են հուլիսի 6-ից 7-ը ընկած ժամանակահատվածում, որը համապատասխանում է նույն սլավոնական Իվան Կուպալայի օրվան։ Այժմյան Հովհաննես Մկրտչի ծննդյան օրը։ Սլավոնացիները այդ գիշերը համարում են կախարդական օր, և այդ ժամանակ նրանք հավատում էին, որ այդ գիշեր ջուրը ստանում է դրական լիցք, և լողանալու ապաքինվելու համար շատ լավ ժամանակ էին համարում։ Մեր ժամանակաշրջանում այդ օրը Արեգակը մի աստիճանի տակ է լինում Ասղիկի կամ Սիրուսի հետ։ Համապատասխան ժամանակ կենսադաշտ և ջուրը ստանում է դրական լիցք և ծրագիր, որը որդեգրված է երկար տարիների ընթացքում։ Սիրուսը, Ասղիկը, երկնքում ամենավառ աստղն է։ Հայկական արևային այբուբենում համապատասխանում է Իդարին, գտնվում է Խեցգետնի 14,20 աստիճանում մոտ, Խոյի 0 աստիճանից 104,20 աստիճան, որի թվերի գումարելով ստանում ենք 7 թիվը։ Սիրուս աստղի անունը հայերեն անվանում էին Ասղիկ, ին հայկական դիցարանում Ասղիկը ջրի սիրո ու գեղեցկության աստվածուհին էր։ Հետաքրքիր այն է, որ Եգիպտոսում Ասղիկը Իսիդան, Իսիսը համարվել է Օսիրիսի կինը, Գորի մայրը։
նույնպես մայրության, պտղաբերության և ջրի ասվածուհին է։ Աստղիկ աստղն ունի իր յուրահատուկ վիբրացիաները։ Նրա գույնը ժամանակ առ ժամանակ նույնիսկ փոխվում է։ Կան օրեր, երբ համապատասխան աստղը համապատասխան ուժեղ դիրքում է լինում։ Այդ օրերը հիմնականում կապված են արևի դիրքերի հետ։ Երբ արևը եւ աստղը մի աստիճանի տակ է լինում, տվյալ աստղի ուժը աճում է, եւ այդ օրերից մեկը մեր ջրողոտելու հրաշալի օրն է, նույն Վարդավառը, որը մեր ազգը պահել է, քանի որ իմ կարծիքով բան ունի ասելու աշխարհին։ Ամենակարևորներից մեկը տաղավիլյաց ամսվա 5 կամ 6 օրերն են, որից հետո տոնվում է նոր տարին, այսինքն Նավասարդը, օգոստոսի 11-ին։ Շատ յուրահատուկ տոն է Նավասարդը, սկսենք պատմությունից։ Ըստ ավանդույթի Հայկ Նահապետը Հայոց գավառում սպանել է բռնակալ բևին, ազատություն տալով իր տոհմին և ժողովրդին։ Հետաքրքիրը այն է, որ տվյալ հաղթանակը եղել է օգոստոսի 11-ին։ Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որը նշանակում է նոր տարի։ Իրականում հայկական բոլոր տոները գիտական և տիեզերական նշանակություն են ունեցել ի սկզբանե։ Տեղեկություններ կան ըստ եգիպտական լեգենդների, որ աստվածները տվել են օրացույց, որի սկիզբը եղել է օգոստոսի 11-ը։ Փարավոնները գաղակալվելով երդվում էին, որ օրացույցը չեն խախտի, և երբ արդեն խախտեցին օրացույցը, կամաց Եգիպտոսը սկսեց կործանվել։ Օրիոն, Հայկ կամ Ասիրիս համաստեղությունը երկնքի ամենավառ համաստեղություններից մեկն է։ Նրա գոտին կազմված է 3 վառ աստղերից, որոնց հայերը անվանել են Հայքի շամփրուկ, քար և կշեռք։ Համաստեղությունը նրա գոտին անկախ տեղանքից ամեն օր ծագում է ուղիղ արևելքից և նրա մայրամուտը ամեն օր լինում է ուղիղ արևմուտքում, ազիմուտալ 0 աստիճանում, ինչպես երևում է նկարում աստղագիտական ծրագրի։ Մնացած համաստեղությունները չեն հատում ազիմուտի 0 աստիճանը։ Տվյալ աստիճանում արևը լինում է միայն գարնանային և աշնանային գիշերահավասարներին, իսկ Օրիոն նույն Հայկ համաստեղությունը նրա գոտին համեմատած այլ համաստեղությունների ամեն օր։ Եվ միայն հայկական լեռնաշխարհի աստիճանի լայնության տակ 37-ից 40 աստիճանում է Հայկ համաստեղության գոտին կանգնում ուղղահայաց, ինչպես երևում է նկարում։ Հավելյաց օրերին օգոստոսի 5-ից 10-ը ընկած ժամանակահատվածում լուսաբացից մոտ 1,5 ժամ առաջ կտրվածքով ծագում է համաստեղության գոտին, որի հաճախականությունները ազդում են ջրի և կենսադաշտի վրա, ամեն օր տարբեր եղանակներով։ Հայտնի է, որ արևելքից մոտ 1-1,5 ժամվա ընթացքում ջուրը իոնիզացվում է, ինչպես ես նշել եմ իմ նախկին ուսումնասիրություններում և ոչ թե միայն նշել եմ, այլ նաև նկարներով փաստացի ցույց եմ տվել, թե ինչպես է այդ ժամանակահատվածում ջուրը փոփոխվում, և այդ տիեզերական իրադարձությունը ասել ջրի իոնիզացման և կենսադաշտի փոփոխման պրոցեսները ավելի է ուժեղացնում և կրկնապատկում համաշխարհային մակարդակով անկախ տեղանքից, անկախ վայրից։ Հիմա որոշ հետաքրքիր փաստեր տվյալ օրերի հետ կապված։ Նավասարդը հայկական տոմարի առաջին ամիսն է։ Ըստ ավանդույթի Հայկ Նահապետը
Չցանկանալով հպատակվել Ասորստանի տիրակալ Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարատի երկիրը, Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարատի երկիր։ Հայրդուսազնը այդ օրը աշնանային արևադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած տիտան մարդակեր Բելին, հայերին բերեց ազատ կյանք, այսպես վերականգնվեց հայ իշխանությունը Հայքում, Հայքի պապերի երկրում։ Իսկ հաղթանակից 40 օր հետո ընկնում է սեպտեմբերի 20-21-ը ընկած ժամանակահատվածը, որը որ աշնանային արևադարձի օրն է, և ինչքան որ ես գիտեմ, Տիր Տոտի Հերմեսի նույն ծննդյան օրն է համարվում, որը որ հիմա նաև համապատասխանում է Հայաստանի անկախության օրվան։ Հետաքրքիրը նաև այն է, որ այդ ժամանակահատվածում օգոստոսի 5-ից 10 ընկած օրերին նկատվում է երկնաքարերի ակտիվ անկում։ Այդտեղից էլ կարծում եմ, որ ժողովրդի մեջ եկել է այն ասացվածքը, որ այդ ժամանակ թագավորներն են ծնվում։ Բայց նաև պետք է նշել այն, որ շատ ազգեր հավատում էին, երբ որ ինչ-որ երկնաքար է ընկնում, ապա ինչ-որ նոր հոգի է գալի աշխարհ, և հնարավոր է նաև, որ ժողովրդի մեջ դա է հիմքը եղել, որ նմանատիպ ասացվածք է մտել և պատկերացումներ է ստեղծվել։ Նաև պետք է նշել այն, որ կա հայկական եկեղեցական շատ կարևոր տոն, խորհրդանշական տոն, տոնը կոչվում է Խաղող օրհներգ։ Խաղող օրհներգ տոնում են նավասարդից հաջորդ կիրակի օրը, ինչպես երևում է նկարում։ Այդ տոնը եկել է դեռ հեթանոս ժամանակահատվածներից։ Պետք է նշել հետևյալը. խաղող ջուրը, իսկ ավելի կոնկրետ քաղցր միրգ, որը նման է շրջված եռանկյունուն և լավ հիշողություն ունի իր մեջ, և ամենալավ ժամանակը տվյալ ժամանակահատվածում կատարված դրական փոփոխությունները ազգին փոխանցելու նպատակով խաղողի ջրի միջոցով հավելյալ օրերից հետո նավասարդի հաջորդ կիրակին է ընկնում։ Մինչև 18-րդ դար հայերը նոր տարին տոնել էին նավասարդին։ Եվ միայն 18-րդ դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ։ Թեև մինչև 19-րդ դարի կեսերը հայկական շատ գավառներում՝ Սյունիքում, Արցախում, Ուտիքում նոր տարին շարունակում էին տոնել օգոստոսին, և միայն 20-րդ դարից հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ տոնելը համընդհանուր դարձավ։ Պետք է նշել նաև, որ հունվարի 1-ը ոչ մի տիեզերական իրադարձության հետ կապված չի, ընկնում է ձմեռվա կես, որը որ իր հերթին տարբեր խնդիրներ է առաջացնում գյուղացու և ժողովրդի մոտ։ Պետք է նշել նաև, որ օրվա սկիզբը Հին Հայաստանում և Հնդկաստանում համարվել է լուսաբացը։ Արաբների մոտ և որոշ կրոններում օրվա սկիզբը համարվում է մայրամուտը, իսկ գրիգորյան կալենդարով օրացույցով օրասկիզբը համարվում է կեսգիշերը, որը որ սխալ է իմ կարծիքով։ Երկրորդ մասում ներկայացված են տարբեր քաղաքակրթությունների, ժողովուրդների, կրոնների, տոների կապը տիեզերական իրադարձությունների հետ կապված և նրանց նշանակությունը կարճ, համառոտ։ Սկսենք հնդկական տոներից։ Ամենահայտնի տոներից մեկը դա Հոլին է, որի ժամանակ մարդիկ իրար ներկում են տարբեր գույներով։ Այդ տոնը շարժական է, ամեն տարի տարբեր օրեր են ընկնում, և տոնում են այն ժամանակ, երբ մարտին լինում է լիալուսինը։ Մյուս հայտնի տոներից մեկը Լորի կոչված տոնն է, հնդկական։ Այդ օրերին ձմռան վերջին պատվին կրակ են վառում և թռչում կրակի վրայով։ Տոնում են հիմնականում հյուսիսային Հնդկաստանում։ Հաջորդ տոնը նույնպես շարժական է, կոչվում է
Օնամի փառատոն կամ բերքի փառատոնը։ Տոնում են Կերելայում ամեն տարի։ Տարբեր օրեր են գնում։ Սկսվում է մոտ օգոստոսից սեպտեմբեր ընկած հատվածի լիարուսնի օրվանից հանած 11-12 օր կամ հնդկական 1 էկադաշի և ավարտվում է լիարուսնով։ Էկադաշիները լիարուսնի կամ նորալուսնի ամեն 11-րդ օրն է։ Հնդիկների համար այդ օրերը սուրբ են և շատ ժամանակ համապատասխանում են Պահք պահելու օրերին։ Շատ տոներ նկարագրված են Բրահմավայվարտա Պուրանայում, որտեղ նշվում է, թե պահքը ինչպես պահել, որ պահքը երբ է սկսվում և ինչի համար է նախատեսված։ Հաջորդ տոնը հնդկական գլխավոր տոներից մեկն է, կոչվում է Դիպավալի կամ Դիվալի, սանսկրիտով նշանակում է կրակի փունջ։ Կրակների լույսերի փառատոն է, որը համընդհանուր կերպով նշում է Հնդկաստանում և խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Տոնը ամեն տարի տարբեր օրեր են գնում և նշում են կարիճ համաստեղության լիարուսնի ժամանակ։ Հաջորդ շարժական հնդկական տոնը կոչվում է Վասանա Նավրատրի։ Աստվածային մոր օրերը տևում են 7 գիշեր, սկսում են մարտի վերջերից մինչև ապրիլի ընկած ժամանակահատվածի նորալուսնից։ Ամեն տարի տարբեր օրեր են գնում։ Հին Եգիպտոս։ Հին Եգիպտոսում Նեղոսիովտում ստեղծվել է օրացույց, որը ըստ օֆիցիալ ստույգ տվյալների եգիպտական քաղաքակրթության հետ եղել է ավելի քան 4000 տարի, ըստ օֆիցիալ տվյալների։ Տարեսկզբի հիմքը կապված է եղել Սիրուս աստղիկի կամ Իսիդայի աստղի հետ։ Տարեսկիզբը համընկնում էր Սիրուսի ծագման հետ և այդ ժամանակ Նեղոս գետի բարձրացումն էր լինում, որ մեծ դեր է խաղացել Հին Եգիպտոսում ժամանակագրության և կյանքի մեջ։ Ասկետներ, մայաներ, տոտեկներ։ Ասկետները, մայաները, տոտեկները և ամերիկյան մայրցամաքի որոշ ցեղեր տարին տոնել են Պլեյադաների առաջին գալուստով։ Տոնը կապված է եղել նաև Կեցալկոտալկեմի իրենց աստծո հետ։ Չինական նոր տարին։ Չինական նոր տարին ամեն տարի տարբեր օրեր են նշում։ Նոր տարին չինացիները նշում են, երբ արևը ջրոս համաստեղության մեջ է և երբ սկսում է լուսնի նոր ամիսը, նորալուսինը։ Լուսինը 365-366 օրվա մեջ 13 անգամ է պտտվում երկիր մոլորակի շուրջը։ 14-րդը դա նոր տարին է ըստ չինական հորոսկոպի։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ մոտ ամեն 28 օրը մեկ ոչ միայն երկիր մոլորակն է ենթարկվում բնական փոփոխությունների, այլ նաև մարդն է ստանում նոր տիեզերական ծրագիր հնարավորությունների և սահմանափակումների հետ կապված։ Պետք է նաև նշել, որ չինական հորոսկոպը բաղկացած է 12 մասերից, ինչպես նաև եվրոպական և հայկական հորոսկոպը։ Բայց համեմատած եվրոպական հորոսկոպից չինացիները նշանը փոխում են ամեն տարի մեկը։ Ամեն
չինական տարվա հորոսկոպի նշանը համապատասխանում է համապատասխան 12 համաստեղությունների տարածքներից մեկին։ Տվյալ փոփոխությունը սովորաբար կապված է Յուպիտերի դիրքի հետ, որը ազդում է հիմնականում սոցիալական փոփոխությունների վրա։ Յուպիտերը, երբ մի համաստեղությունից անցնում է մյուս համաստեղության 30 աստիճան տարածքի մեջ, սովորաբար լինում է նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի սկիզբ։ Ամեն տարի մեկ Յուպիտերը իր նշանը փոխում է։ Կարելի է ասել նաև այսպես. նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը Յուպիտերը իր նշանը փոխում է, բայց որպեսզի տարին փոխվի, չինացիները ամեն 14-րդ լիարուսնի ժամանակ տոնում են իրենց նոր տարին։ Պարսկական տոները։ Պարսկական նոր տարին Նովրուզը տոնում են գարնանային գիշերահավասարին, որը ընկնում է մարտի 20-ից 21-ը ընկած ժամանակահատվածին։ Հաջորդ հայտնի տոնը Յալդան, որը եկել է դեռ զրադաշտությունից, տոնում են ձմեռային արևադարձի հաջորդ օրվանից, որը ընկնում է դեկտեմբերի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածին։ Այդ օրվանից արևը սկսում է իր նոր ցիկլը, օրերը սկսում են երկարել, իսկ խորհուրդը հետևյալն է. օրն ու գիշերը խորհրդանշում են բարու և չարի սկզբերը, երբ որ օրը երկարում է, խորհրդանշում է բարի ուժերի հաղթանակը չար ուժերի հանդեպ։ Ճապոնական տոները։ Ճապոնացիները, ինչպես նաև շատ ազգեր, տոնում են գարնանային և աշնանային գիշերահավասարը։ Ճապոնական շատ տոներ նույնպես կապված են լուսնի հետ։ Սլավոնական տոներ։ Սլավոնական տոներից ամենահայտնին դա Իվան Կուպալայի տոնն է։ Տվյալ օրը ընկնում է հուլիսի 6-ից 7-ը ընկած ժամանակահատվածում։ Տվյալ օրը արևը մի աստիճանի տակ է լինում աստղի հետ, նույն Սիրուս աստղի հետ, այսինքն աստղաբանական աստիճանի տակ է լինում։ Արևելքում արևելքի հետ այդ օրը դուրս է գալիս նաև աստղիկ աստղը։ Տվյալ օրը սլավոնացիները կախարդական են համարում, շատ նման է մեր վարդավառին։ Պետք է նշել նաև, որ վարդավառը կոչվել է ջրով օծելու տոն, այսինքն ջրոցի։ Այդ օրը նույնպես կապված է աստղի հետ, այսինքն Սիրուս աստղի հետ։ Ընդունված էր, որ այդ օրը ջուրը ստանում էր կախարդական ինչ-որ լիցք, դրական լիցք, որը որ հիմա սարքերով, ստուգելով նույնպես նույն բանն ենք ստանում, հատկապես լուսաբացին ֆիքսվում է փոփոխություն, զգալի փոփոխություն, ջուրը իոնիզացվում է, իսկ հայկական տոմարով այդ օրը համապատասխանում է հորոտիս ամսվա սկզբին, այսինքն հուլիսի 7-ին։ Պետք է ասել, որ այդ օրը աստղիկ աստղն է ելնում արևի հետ միասին նույն աստիճանի տակ, այդ ժամանակահատվածում մենք տոնում ենք նաև վարդավառը, իսկ հաջորդ ամիսը կոչվում է Աբելյաց, օգոստոսի 6-ից 10-ն է ընկնում, որի ընթացքում նույնպես ջուրը իոնիզացվում է։ Դրանից առաջ ամիսը կոչվում է Մարգաց, հունիսի 7-ն է ընկնում սկիզբը, որի ժամանակ արևը մի աստիճանի տակ է լինում Արիոն հայք համաստեղության Ռիգել աստղի հետ, որին որ եգիպտացիները անվանում էին աստղերի թագավոր նաև։ Բացի այս բոլոր տոներից կան բազմազան այլ տոներ, տեզերական իրադարձություններ, որոնք որ ազդում են մարդու կենսամակարդակի, կենսադաշտի վրա, ջրի վրա,
Մենք լավ հիմա տեղյակ չենք, թե ինչպես են այդ օրերը, այդ տեզերական իրադարձությունները ազդում ընդհանուր կենսադաշտի վրա, քանի որ կարծում եմ այն ժամանակահատվածում չենք ապրում, որպեսզի լուրջ հետաքրքրվենք, լուրջ զբաղվենք այս հարցով և ավելի լավ սկսենք հասկանանք տվյալ իրադարձությունների նշանակությունը և կարևորությունը։ Համաշխարհային հին աստղադիտարանների մասին։ Նախաբանում կարևոր եմ համարում նշել այն փաստը, որ ինձ հայտնի աստղադիտարանները համեմատած քարաուջին պրիմիտիվ են։ Օրինակ, նրանք չունեն քարերում անցքեր, որոնք ուղղված են երկնքի համապատասխան հատվածների ուղղությամբ, օրինակ այնտեղ չկան գետնավոր կառույցներ, որոնք ուղղված են տարբեր կողմերի վրա, ոչ միայն աստղերը պառկած դիրքում դիտարկելու համար, այլ նաև իմ կարծիքով նրանք նախատեսված են քրմական ծեսեր իրականացնելու նպատակով, որի արդյունքում մարդու կենսադաշտը փոխվում է, երբ այդտեղ պառկում և դիտարկում է համապատասխան ժամանակ, համապատասխան աստղ։ Ապագայում այդ կառույցները դարձել են սխալման դամբարաններ, որոնց կողմերը փաստացի տարբերվում են մեկը մյուսից։ Հայտնի է, որ մարդկանց ուղարկավորման ժամանակ մի ուղղության տակ են ուղարկավորվում։ Այնտեղ մոտակայքում կան դամբարաններ, որոնք ճիշտ են կառուցված, համեմատած քարաուջ աստղադիտարանի սխալմամբ դամբարան դարձրած գետնավոր կառույցներին։ Բացի դրանից, Հայաստանի բոլոր հին եկեղեցիներում, հեթանոսական հին տաճարներում հոգևորականների ուղարկավորումներ կան։ Դա խոսում է նրա մասին, որ նմանատիպ արարողությունները անցյալից է եկել և ունեցել է խորը հոգևոր իմաստ, որը հասկանալու համար պետք է ուսումնասիրել բդերը, որտեղ կան տեղեկություններ նրա մասին, թե իրական հոգևորականները, սուրբերը ինչպիսի աստվածապարգև ուժեր են ունեցել։ Միայն իրենց ներկայությունը ինչ-որ գյուղում կամ քաղաքում մեծ դրական փոփոխություններ էր բերում։ Այդ էնարկյան կյանքից հետո մնում էր իրենց ոսկորների վրա։ Կանոջը ժամանակին ունեցել է մի քանի հիմնական նշանակություններ։ Առաջինը դա մեծ և զարգացած աստղադիտարանն է եղել, որը որ հնարավորություն է տվել մարդկանց ավելի լավ հասկանալ, թե ինչ է ներկայացնում իրենից ժամանակը։ Երկրորդը այնտեղ եղել է բնակավայր, համալսարան, երրորդը այնտեղ եղել է Ար Աստծո և Տիրի նրա քարտուղարի տաճարը։ Որոշ փոփոխություններից հետո, որոշ ժամանակ հետո, երբ արդեն ուսուցիչները հեռացել էին, մարդիկ այդտեղ սխալմամբ կառուցել են դամբարաններ։ Վերադառնանք համաշխարհային հին աստղադիտարաններին։ Տվյալ հատվածում անհրաժեշտ է նշել, որ շատ հին աստղադիտարանների հատակագծերը նման են որոշ համաստեղություններին, որոնց օրինաչափությունները և աշխարհագրական դիրքերը զարմացնում են, երբ որ ուսումնասիրում ենք նրանք ավելի մանրակրկիտ։ Օրինակ, Անգլիայում գտնվող Սթոունհենջի կամ Քարերի հունջի աստղադիտարանը և մոտակայքում գտնվող հին կառույցների հատակագծերը միասին նմանատիպ են երկնքի այն հատվածի աստղերին, որտեղ գտնվում են կարիճի աղեղնավորի հեռադիտակի որոշ աստղերը։ Անգլիայում միայն Սթոունհենջը չի, այնտեղ կա աստղադիտարանների մի մեծ համակարգ, ինչպես երևում է նկարում,
Հետաքրքիր այն է, որ Աֆրիկայում, Սենեգալում, Գամբիա գետից մոտ 15-17 կիլոմետր հեռավորության վրա Սենեգամբիա անվանումով մի վայրում շրջանաձև ցիս քարեր կան, որոնք թվագրվում են մեր տվերթությունից առաջ մի քանի հազարամյակներ առաջվա աստղադիտարաններին նմանատիպ կառույցներ։ Աստղադիտարանների հատակագծերը նմանատիպ է երկնքի այն հատվածի աստղերին, որտեղ գտնվում են գիդրայի և առյուծ համաստեղության աստղերը։ Աֆրիկայում կենտրոնական Եթովպիայում կա Տիա անունով շատ հետաքրքիր մի աստղադիտարան, Կարաունչին նմանատիպ, որտեղ քարերը ուղղված են դեպի արևելք, իսկ քարերի վրա պատկերված են շատ խորհրդավոր տարբեր քանդակներ, ինչպես երևում է նկարում։ Արևմտյան Հայաստանում կա Պորտասարը, որը ավելի հին է, քան Քարաունչը, հաշվի առնելով Կարապի թևի շարժվող աստղի քանդակի դիրքը և մեր ժամանակահատվածում այդ աստղի գտնվելու վայրը։ Քարաունչին նմանատիպ աստղադիտարան կա նաև Ֆրանսիայում, կոչվում է Կռանգկի քարեր անունով, Կռանգկի քարեր անունով։ Այս վերջերս Իսպանիայում ծովի մակերեսը իջնելու ժամանակ մարդիկ նկատել են ևս մի նոր հին աստղադիտարան Քարաունչին նմանատիպ։ Նման աստղադիտարան կա նաև Ավստրալիայում, անապատի խորքերում, որի հատակագիծը ասես նույնպես կրկնում է երկնքի համապատասխան հատվածի ինչ որ աստղերի համադրությունը։ Եգիպտոսում նույնպես շատ նմանատիպ աստղադիտարաններ կան, ամենահայտնիներից մեկը դա Նաբթա Պլայան է, կառուցված անապատի կենտրոնում։ Նմանատիպ աստղադիտարաններ կան նաև Կրիմում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ճապոնիայում և շատ այլ վայրերում, ստեղծված տարբեր ժամանակահատվածներում։ Պետք է նշել, որ Քարաունչի աստղադիտարանը բաղկացած է կենտրոնական շրջանից և հյուսիս-հարավային թևերից, որտեղ կենտրոնական շրջանի քարերը անցքեր չունեն, իսկ հյուսիս-հարավ թևերի քարերը մեծամասնությամբ հանդիսանում են աստղագիտական գործիքներ, որոնք ուղղված են դեպի երկինք և ունեն իրենց համապատասխան նշանակությունը և աստիճանը։ Ամբողջ աշխարհում մեկ կան միայն շրջանաձև ցիս քարեր, որոնց միջոցով մարդիկ կարողացել են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակը և պահեն այն։
բայց քարաունչի նմանատիպ ոչ մի վայրում չկա։ Քարաունչը շատ բարդ և երկարատև աստղագիտական հաշվարկների արդյունքում է կառուցվել։ Մնացած այլ հին աստղադիտարանները, որոնք որ կան իմ աշխարհում, համեմատած քարաունչի պրիմիտիվ են։ Քարաունչը հնագույն ժամանակների ամենաբարդ գիտական կառույցներից մեկն է։ Աստղադիտարանը ստեղծվել է հայկական լեռնաշխարհում և տարածաշրջանի անվանումը դրվել է Սյունիք, այսինքն Սյուն, որը հիմք է հանդիսանում տիեզերընկալման և աստվածաճանաչման խորը գիտելիքի աղբյուրը, իսկ այդտեղի բնակիչներին անվանել են սյունեցիներ։ Հիմա խոսենք նրա մասին, թե ինչու է քարաունչը կառուցվել հենց այդ վայրում։ Իմ կարծիքով, եթե աշխարհում լիներ զարգացած քաղաքակրթություն, որը ի վիճակի կլիներ կառույցեր նմանատիպ բարդ կառույց, ապա տվյալ քաղաքակրթության գիտնականները կընտրեին հենց այդ վայրը։ Ինչու՞։ Որովհետև նախ եւ առաջ գտնվում է Լեռնային սրահարթում, ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա, որը որ հնարավորություն է տալիս ավելի լավ, ավելի պարզ դիտարկել երկինքը։ Երկրորդը, մեծ տարածության վրա 4 կողմում կան բազմաթիվ սարերի գագաթներ, որոնք որ նույնպես կարող են հանդիսանալ աստղագիտական գործիքներ համապատասխան երկնքի հատվածը դիտարկելու համար, որոնք ունեն իրենց աստիճանը և որ դիտարկում ենք քարաունչ աստղադիտարանից։ Երրորդը, այդտեղ կան բազմաթիվ սրբավայրեր, հին բնակավայրեր, դրանցից են Ուխտասարը, մոտակայքում նաև գտնվում է Տաթևը և Տաթևի շուրջը կառուցված հին բնակավայրերը և հին բազմաթիվ սրբավայրերը։ Հետաքրքիրը այն է, որ քարաունչի հատակագիծը, քարերի դիրքը համընկնում է անգեղ կամ կարապ համաստեղության աստղերի հետ, ինչպես երևում է նկարում։ Հետաքրքիրը նաև այն է, որ քարաունչից մի քիչ հեռու գտնվում է մի գյուղ, որի անունը Անգեղակոթ է։ Եթե վերցնենք աստղային պատկերը կարապ համաստեղության, երբ Անգեղակոթի ուղղությամբ դնենք կարապ համաստեղության կոթը, Դենեբ աստղը, ամենապայծառ աստղը, ալֆան, դնենք քարաունչում, կստանանք հետևյալ հետաքրքիր պատկերը, որը որ ինքսինքյան չէր կարող առաջանալ։ Կարելի է ասել, ինչը երկնքում է, այն էլ երկրում է։ Ուսումնասիրելով աստղային քարտեզ, ես նկատել եմ, որ կողքում արծիվ համաստեղությունն է, որը որ ժամանակին թե Շումերներում, թե Հայաստանում, թե տարբեր մշակույթներում պաշտել են։ Արծիվ համաստեղության ամենապայծառ աստղը Ալտաիրն է։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք եւ տեսնենք այդ աստղը որտեղ է գտնվում, այդ աստղի ուղղությունը գերճշգրիտ կտանի մեզ դեպի Տաթևի վանք։ Հիմա ինչ եք կարծում, պատահական է, հա՞։ Ոնց կարա նման բանը պատահական լինի։ Այս ամենը ասում է նրա մասին, որ ժամանակին, մինչև քարաունչը կառուցելը, մենք ունեցել ենք բավականին զարգացած քաղաքակրթություն, մշակույթ, գիտելիքներ տարբեր ոլորտներում, եւ մեր պատկերացումները ավելի լավ են եղել շրջակա միջավայրի, տիեզերքի եւ Աստծո հետ կապված։ Տարբեր աղբյուրներից հայտնի է, որ հայկական լեռնաշխարհը ժամանակին եղել է աստվածների երկիր կամ աստվածանման մարդկանց երկիր։ Հետևաբար գիրը եւ լեզուն նույնպես պետք է լիներ աստվածային։ Այդտեղից էլ գալիս է Արևի քաղաք, այդտեղից էլ գալիս է արևային տիեզերական այբուբեն եւ ժամանակի ընթացքում դեգրադացիայի ենթարկված լեզու, որը որ ունի հազարավոր ճյուղեր։ Հայոց արևային այբուբենը 387 թվականին, երբ Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, և հայ ժողովրդին հերթական անգամ սպառնում էր այլ ազգերի հետ զուրվելու վտանգը, հոգևորական, գիտնական
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևին և Ռամշապուհ թագավորին առաջարկում է վերականգնել հայերեն գիրն ու գրականությունը։ Երկար ճանապարհորդություններից հետո Մեսրոպ Մաշտոցին հաջողվում է գտնել հին քրմական գրերը Եդեսիայում, որոնք ազգադավ պարթևացի Գրիգորիի ձեռքերից հեռու էին մնացել 301 թվականի ջարդերի ժամանակ, և մոտ 404-405 թվականին Մաշտոցին հաջողվում է վերականգնել ամբողջությամբ հայոց արևային այբուբենը բաղկացած 36 տարրերից։ Արևային այբուբենը, որին պարթևացին և խելագար Տրդատը ոչնչացնում էին կրոնական կեղծ դավերի և պատկերացումների միջոցով, համարելով իբրև սատանայական գրեր։ Ագագթան Գեղոսը գրում է, որ երբ քրիստոնեությունը ընդունվել է որպես պետական կրոն, նա ընդունվել է սրով և հրով, ավիրվում էին տաճարները և հողի էին հավասարեցնում, գրերը գտնում էին և վառում էին, քրմերին և գիտնականներին այն ժամանակվա սրի էին հանում, որոնք որ կարևոր դեր էին խաղում տնտեսության մեջ, հասցնելով մեծ վնաս պետականությանը։ Իսկ հիմա պատմությունից, ով է եղել Տրդատը։ Տրդատ III-ը եղել է Խոսրով II-ի որդին, ով Հռոմում էր ապաստանված։ 298 թվականին նա դարձել է թագավոր և կառավարել է մինչև 330 թվականը։ Իսկ Խոսրով II-ին սպանել են որսի ժամանակ Գրիգորի հայրը պարթևացի Անակին և նրա հորեղբայրը, որոնց որ ընտանիքով հանդերձ Խոսրով II-ը ապաստան էր տվել Հայաստանում։ Սպանությունից հետո Խոսրով II-ի թիկնապահները բռնում են Գրիգորի ամբողջ ցեղին, որոնք որ բնակվում էին Հայաստանում այդ ժամանակ, և դաժանորեն սպանում էին, իսկ Գրիգորին և նրա տատուն հաջողվում է Հայաստանից փախչել և ապաստան գտնել Բյուզանդիայում, իսկ ավելի կոնկրետ, ինչքան որ գիտեմ, հիմիկվա Ստամբուլում, և Գրիգորիին մեծացնում էին որպես հայ ազգի թշնամի։ Պարթևացի Գրիգորին հաջողվեց քրիստոնեության անվան տակ ավիրեր երկիրը և ծայրահեղ գաղափարախոսությունների դրսևորման միջոցով հայ մշակույթին և պետականությանը մեծ վնասներ հասցնել։ Հին հայկական նախաքրիստոնեական քաղաքակրթությունը հասել էր բավականին բարձր աստիճանի, կուտակել հոգևոր և մշակութային արժեքներ։ Պարթևացին խզեց ու խաթարեց հնից եկածող քաղաքակրթության մշակութային շատ թելեր ու ավանդույթներ, և մի քանի տարուց ընդամենը Հայաստանը չունեցավ պետականություն։ Անհրաժեշտ է նաև նշել, որ քրիստոնեությունը Հայաստան մտել է առաջին դարում և չի ենթարկվել հալածանքների, այլ զարգացել է ժամանակի ընթացքում, քանի որ քրիստոնեությունը վերադարձ էր դեպի երաստիճան միաստվածության ակունքներին, և հայերը առաջինը ընդունեցին այն, քանի որ հարազատ էր մեր նախահայրերի հավատքին, աշխարհընկալմանն ու կենցաղին։ Անցյալից թողած հետքերով ժամանակի ընթացքում հազարավոր տարիների կուտակած գիտելիքները պահպանելու և սերունդներին փոխանցելու նպատակով մեր տիեզերածի նախնիները անհրաժեշտություն են տեսել ստեղծել երգեր, վեպեր, առակներ, տոներ, ծեսեր, տարածելով դրանք ժողովրդի առօրյայի մեջ, փորձել են պահպանել ավելի քան 40,000 տարվա պատմությունը և գիտելիքները։ Պետք է նշել, որ Հայաստանում կան բազում բավականին ուժեղ էներգետիկ վայրեր, անհայթակման ուժեղ էներգետիկ հոսքեր, յուրօրինակ տոներ, որոնք կապված են տիեզերական իրադարձությունների հետ,
Շատերը նույնիսկ հայոց զարմանահրաշ լեռնաշխարհը կապում են երկիր մոլորակի արևային հյուսվածքի հետ, որը կապված է արևային էներգետիկ կենտրոնի Մանիպուրայի չակրայի հետ։ Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք տեզերական էներգիաների փոխանակման ամենազոր էպիկենտրոններից մեկում, այս ամենի մեջ պատահական բան չկա։ Լեզուն շատ հին է։ Երբ որ ուսումնասիրում ես այն, գտնում ես բազմազան օրինաչափություններ, թվաբանական, մաթեմատիկական, գիտական, քիմիական, ֆիզիկական, աստղագիտական, աստղաբանական, էզոթերիկ, լեզվաբանական, հետաքրքիր օրինաչափություններ և զուգադիպություններ զարմանալի, որոնք որ պարզապես չեն կարող պատահական լինել։ Եվ այս հատվածում ներկայացված են որոշ իմ ուսումնասիրությունները կապված լեզվի և այբուբենի հետ։ Հայոց այբուբենը ի սկզբանե բաղկացած է եղել 36 տարրերից, որտեղ 36 տարրերը ոչ թե միայն համապատասխանում են 36 աստղաբանական դեկանատներին, ղեկավարներին, որոնք բաժանված են 10-10 աստիճաններով, որպեսզի ունենանք համակարգ, այլ նաև ամեն տառ համապատասխանում է աստղային համադրության համապատասխան հատվածին կախված արևի շարժից, դրա համար էլ նաև կոչվել է արևային այբուբեն։ Այբուբենի հիմքում կեռ խաչն է, նույն հայտնի սվաստիկա, աջ և ձախ կողմանի, և նրա մասերը բաղկացած 10 հատվածից, բաժանված 5 մասերի աջ և ձախ կողմերի, ինչպես երևում է նկարում, և աստղային երկինքը բաժանված 10-10 աստիճանի, կախված նրանից, թե արևը ինչ դիրքում է լինում, համապատասխան օրերին կապված է այն, թե որ տառի աստղային համադրությունն է երկնքում արևի հետ մի ուղղության տակ, ինչպես երևում է նկարում։ Ան ըստ արևային այբուբենի համապատասխանում է խոյի 0-ից 10 ընկած աստիճանի։ Սկսվում է գարնանային գիշերահավասարից։ Եթե տեսնենք արևի դիրքը այդ օրերին, ապա կնկատենք, որ այդ ուղղության տակ ընկնում է Պեգաս համաստեղության աստղերի կուտակման մի հատված, որը համապատասխանում է ատառին, թե տեղով, թե դիրքով, թե նմանությամբ, իսկ հաջորդ 10 աստիճանը, հաջորդ տարը B տարրն է, որը որ համապատասխանում է թե տեղով, թե դիրքով, թե նմանությամբ այն աստղերի համադրությանը, որտեղ որ գտնվում է արևը տվյալ մոտ 10 օրերի ընթացքում, իսկ մյուսը համապատասխանում է G տարրին թե տեղով, թե դիրքով, և այդպես շարունակ,
է և ը տառերի ուղղության տակ ընկնում է արյուն համաստեղության գոտին։ Თ տառի ուղղության տակ գտնվում է նաև հյուսիսային աստղը երկօրյակների 28 աստիճանում, 0 աստիճանից 88-րդ աստիճանում, որի թվերը գումարելով ստացվում է 7, 16 և 7։ Անունը թագավոր է կամ ժամանակի թագավոր։ Հետաքրքիրը այն է, որ հաջորդ ԱՏԺ-ն է, որ համապատասխանում է խեցգետնի 0-ից 10 աստիճանին, որը շատ նման է փոքր արջի համաստեղությանը, որտեղ գտնվում է հյուսիսային աստղը, իսկ շարժը նման է կեռ խաչին, նույն սվաստիկային, որի անունն է նաև աղոթքում ժամանակ։ Որպեսզի ավելի պարզ լինի, ինչի մասին է խոսքը, հաջորդ նկարներում պատկերված են արևային այբուբենի հերթականությամբ տառերի աստղային համադրությունները կապված արևի դիրքից։ Ըստ ավանդույթի Մաշտոցը մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք, որը ձախից աջով գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանում է առակաց գրքից առաջին հայերեն նախադասությունը, չանացած իմաստություն և զղրատ իմանաս բանս հանճարոյ։ Այբուբենում ոչ մի տառ պատահական չի դրված կամ գրված։ Սա մի հսկայական համակարգ է, որտեղ ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է։ Օրինակի համար լեզվում կա 7 ձայնավոր, որոշ ուսումնասիրողներ ասում են, որ նաև ին 21-րդ տառը նույնպես ձայնավոր է, և երբ 8 ձայնավորները գումարում ենք իրար, ստացվում է 111 թիվը և դրանից որոշ համակարգ։ Բայց հիմա խոսքը դրա մասին չի գնա, այլ կգնա նրա մասին, որ ձայնավորները ունեն վանկարար հատկություններ և բնույթով նման են երաժշտական ձայներին։ Հենց այս հատկությունների հիման վրա են Մեսրոպ Մաշտոցեփ Պարթևը մշակել խազերը հայկական երաժշտական նշանները։ Եվ եթե ուշադրություն դարձնենք, կնկատենք, որ հոգևորականները ձայնավորները շատ են օգտագործում հոգևոր երգերի և աղոթքների մեջ, հատկապես Ա և Է ձայնավորը։ Ձայնով կարելի է թե բուժել, թե սպանել։ Ամեն ձայնավոր ակտիվացնում է մարդու համապատասխան գեղձ կամ ճակռաները, ազդում է ենթագիտակցության, մտքի, լուսապսակի, կենսադաշտի և շրջակա միջավայրի վրա։ Ձայնի հետ կապված շատ բաներ կա, որոնցից մենք դեռ գաղափար չունենք կամ մոռացել ենք դարերի ընթացքում, բայց այն փաստը, որ ձայնը ազդում է բնության և ամեն ինչի վրա, դա ակնհայտ է։ Շատ կարևոր դեր է խաղում հոգևոր երաժշտությունը, որը թույլատրում է զարգացնել գիտակցությունը և հոգին, որովհետև հանդիսանում է ամենալավ կենտրոնացվածության եղանակներից մեկը։ Կտակարանում գրված է, որ ի սկզբանե եղել է բանը, այսինքն խոսքը, ձայնը, և բանը Աստծու մոտ էր, և բանը Աստված էր։ Ամեն ինչ նրանով եղավ և առանց նրա չեղավ ոչինչ, որը եղել է։ Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր, և լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ Իսկ խոսքը դա ձայն է, ձայնը դա հաճախականություն է, վիբրացիա է, որի տեսակները ամենուրեք են և ամեն ինչում են։ Տեղեկություններ ձայնի մասին հնդկական վեդերից։ Նուրբ ձայնային վիբրացիայի հաճախականությունները առաջացնում են եթերը։ Եթերն աստիճանաբար վերածվում է օդի։ Օդը ձայնի ազդեցության տակ վերափոխվում է և հայտնվում է հրդեհը կրակը։ Կրակը վերափոխվելով հեղուկ ջուր է դառնում։ Հեղուկը ջուրը վերափոխվելով հող է դառնում։ Ստացվում է, որ երկիրը և ամենը ձայնային տատանումների ազդեցության արդյունքում
է առաջացել, հիմա հասկանում եք, թե վեդերում ինչու մանտրաներ կան, որոնք որ ձայնային տատանումներ են հանդիսանում, որը որ համապատասխան ձև է ազդում թե մարդու, թե շրջակա միջավայրի վրա։ Ամեն ինչ հիմնված է ձայնի վրա։ Գաղտնի չէ, որ կյանքը դրսից է բերված։ Եվ այն ամենը ինչը որ կա, ինչը որ մենք տեսնում ենք, դա ազգային փոշուց է ի սկզբանե բաղկացած, որը միլիարդավոր տարիների ընթացքում կենտրոնացվել և մշակվել է միլիարդավոր աստղերի խորքերում, այնուհետ կենտրոնացվել է նաև մեր արևային համակարգում, որից հետո հնարավոր է եղել ստեղծել կյանքը։ Միլիոնավոր միլիարդավոր տարիների ընթացքում կատարվող վերափոխումների և բնության ջանքերի միջոցով, որպեսզի համապատասխան վայրում ստեղծվի մոլորակ, որտեղ կապրեն միլիարդավոր հոգիներ և կապահովեն համապատասխան հաճախականությունները տիեզերքի համապատասխան հատվածում կարգուկանոնի համար։ Երկրի մոլորակը, իմ կարծիքով, նման է տիեզերական մերիդիանային, որը ապահովում և կատարում է համապատասխան ֆունկցիաներ տիեզերական համակարգում։